Վերջին մեկ ամսվա ընթացքում ողջ աշխարհում սոցցանցերի միջոցով մեծ տարածում գտած Սառցեդուլ ֆլեշմոբի մասնակիցները նախ գումար են փոխանցում համապատասխան հիմնադրամին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդներին օգնելու համար, ապա Սառցեջուրը իրենց գլխին լցնելով փորձում են ուշադրություն հրավիրել խնդրի վրա, ինչպես նաև նույն գործողությունը կատարելու մարտահրավեր ուղարկում այլ անձանց։ Վերջին օրերին Հայաստանում ևս սոցցանցերի օգտատերերի շրջանում Սառցեդուլ ֆլեշմոբը տարածում է ստացել, սակայն մեզ մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդությամբ տառապող մարդիկ, ըստ նյարդաբան Հովհաննես Մանբելյանի, դրանից որևէ օգուտ չեն ստանում։ Մեզ մոտ սա ընդունվեց որպես խաղ եւ փոխարենը մեր երկրում շոու դարձնելու, սառույցը գլխին լցնելու գուցե ավելի լավ լիներ այս մարդկանց օգտակար լիներ։ Ցավոք սրտի ֆլեշմոբը այսօր ավելի ձեռնտու է, որտեղ ինտերնետով տեսնում են, նայում են եւ սա դառնում է եւս սեփական անձի գովազդելու մի եղանակը։ Եվ գուցե ազնիվ կլինի ինքդ քո խղճի դիմաց օգնես մարդուն։ Այսինքն մարդիկ, որոնք հիմա այս ֆլեշմոբների մասնակցում են, գոնե առնվազն պետք է հասկանան ինչի համար են դա ցավալի է, բայց մեծ մասը մասնակցում է ընդհանրապես որտեղ սա ֆլեշմոբ է։ Հայաստանում անգամ հատուկ հիմնադրամ կամ հաշվեհամար գոյություն չունի ատրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդների համար։ Այդ հիվանդությամբ տառապողների թիվը ի համեմատ այլ երկրների զգալիորեն քիչ է Հայաստանում, տարեկան ցուցանիշը չի գերազանցում 40-ը։ Հիվանդությունն անբուժելի է, գրեթե չկա դեղորայք, որը կօգնի հիվանդներին։ Որոշ մարդկանց մոտ այն ժառանգական ձև ունի։ Մյուս դեպքերում առաջացման պատճառները հայտնի չեն։ Բժշկությունը դեռևս չգիտի, թե ինչպես կանխել այդ հիվանդության ժամանակ առաջացող անշարժությունը։ Հիվանդության խնդիրը ոչ միայն բժշկական է, սոցիալական է, որովհետև պատկերացրեք մի մարդ, որի մոտ գիտակցությունը տեղն է, զգացողական ոչ մի խանգարում չկա, նա ունակ է քայլել, կուլ տալ, երբեմն շնչել, նրա հոգեբանական ծանր վիճակը, ընտանիքի խնդիրը, որը պարտավոր է պահել մինչև վերջ։ Հայաստանում սակայն եղան օգտատերեր, որոնք միանալով այս ֆլեշմոբին փոխեցին դրա սկզբնական ուղղվածությունը, առաջարկելով օգնել հիվանդ կամ սոցիալապես անապահով երեխաներին։ Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ի տարբերություն այլոց ջուր չլցրեց իր գլխին, փոխարենը օգնեց քաղցկեղով հիվանդ մի երեխայի։ Բազմաթիվ երեխաներ այսօր Հայաստանում տարատեսակ թանկարժեք բուժում պահանջող հիվանդություններ ունեն, բայց բուժվելու հնարավորություն չունեն, ասում է Իզաբելլա Աբգարյանը։ Տեսնելով թե ինչ աստղեր են մասնակցում եւ գումարներ են փոխանցում, պարզել որ այդ հիմնադրամը շատ մեծ գումարներ կհավաքի համաշխարհային աստղերից, իսկ կան բալիկներ, հայ բալիկներ, որոնց հաշվեհամարները այդպես էլ որևէ մեկը չի իմանում եւ շատ քիչ գումարներ են հավաքում։ Որ ես առաջարկեցի, որ մենք մասնակցենք եւ օգնենք փոքր վանաձորցի երեխային, որը հիմա անցնում է հետվիրահատական, արդեն խնամքի անցնում, Մոսկվայում քիմիոթերապիա է անցնում եւ ունի մեծ գումարների կարիք։ Օրերս Սառցեդուլ ֆլեշմոբին մասնակցեց եւ այդ նույն երեխային օգնելու համար գումար փոխանցեց նաեւ ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, ով նույնպես սառցեջրվել էր, իր հերթին առաջարկեց օգնել անապահով ընտանիքներին, հայտարարելով, թե անձամբ օգնելու է նման մի ընտանիքի։ Ինքս օգնելու եմ անապահով ընտանիքներից մեկին իրենց երեխաներին դպրոցին պատրաստելու համար։ Մեր զրուցակիցներից մեկն ելով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ սոցիալական ծանր իրավիճակի մեջ գտնվելու պատճառով արդեն 2 տարի է, ինչ չի կարողանում իր երեխային դպրոց ուղարկել։ Մեծ հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ նման մեկանգամյա ակցիաներով հնարավոր չէ իրավիճակ փոխել։ Խնդիրը լիարժեքորեն լուծելու համար հարկ է, որ աշխատանքով ապահովեն նման երեխաների ծնողները։ Կրթության գիտության նախարարին էլ դիմում ուղարկեցի։ Ինձ պատասխանեց երեխային տարեք դպրոց անվճար գրքերը կտրամադրվեն, ինչի մենակ գրքով երեխուն գիրք լանցասան չկարողացա, մի հատ պայուսակ թաղապետարանն ա տվել, մենա հարևանը գնացել երեխու իր փոքրացած սառոշկեն բերել, ասում է կոստյումի հետ, բայց շլվար չկա, բայց ես երեխուն հայելի հիմնահատկցնեմ, խնդիր չի, մեր երեխաս կարևորը լավ մարդ մեծանա, կարևոր չի, թե նորը կհակնի, թե չէ, նորմալ է, բայց նա էլի ոնց է լինի, պիտի մի հատ շլվար, կոշիկ, մի բան երեխուն առնեմ։